Ինչպես լուծենք հետևյալ անհավասարումները։ Վարժություն 303։ Լուծենք A օրինակից B-7 մեծ է 2B մինուս 10։ Խմբավորենք B հանած 2B, 2B-ն աջ կողմից տեղափոխում ենք ձախ կողմ անհավասարման և նշանը փոխվում է, պլյուսը դառնում է մինուս նշան։ Մեծ է մինուս 10 և մինուս 7-ն ենք տեղափոխում անհավասարման ձախ կողմից աջ կողմ, պլյուս 7 նշանը փոխվում է։ B մինուս 2B մինուս B մեծ է մինուս 10 գումարած 7 մինուս 3։ Այժմ անհավասարման երկու մասերը կարող ենք բաժանել մինուս 1-ի վրա կամ բազմապատկել մինուս 1-ով, որպեսզի ազատվենք այս բացասական նշաններից։ Այստեղ մինուսը, B-ի գործակից մինուսը նշանակում է մինուս 1 անգամ, պարզապես 1-ը չի գրվում։ Հիմա կստանանք B-ն փոքր է 3-ից։ Այս նշանը փոխվում է, քանի որ բաժանում ենք կատարում B-ի բացասական գործակցի վրա, կամ կարող ենք այսպես անել, արդյունքում դե ստանալու ենք B-ն փոքր է 3-ից, կամ կարող ենք գրել B-ն փոքր է, քանի որ մինուս B, B-ի գործակիցը բացասական թիվ է, մինուս 1 է, մեծի նշանը փոխվում է փոքր նշանի և ստացվում է, որ գրելու ենք մինուս 3-ը բաժանած մինուս 1-ի։ Արդյունքում նույն բանն ենք ստանալու, B փոքր է մինուս 3-ը բաժանած մինուս 1-ի, փոքր է 3-ից։ Հիմա միջակայքը նշենք, քանի որ B-ն փոքր է 3-ից, կունենանք մինուս անվերջությունից 3, եթե սա նշենք 3-ը, կունենանք դատարկ օղակ, քանի որ միայն փոքր նշան է, ոչ թե փոքր կամ հավասար, և մինուս անվերջությունից 3-ը նշենք այսպես։ Լուծենք G օրինակը 10 հանած 3y մեծ է 4y-ից հանած 12։ Մինուս 3y, 4y-ը տեղափոխենք ձախ կողմ, մինուս 4y, մեծ է մինուս 12 և 10-ը տեղափոխենք անհավասարման աջ կողմ, մինուս 10, նշանը փոխեց։ Մինուս 3y մինուս 4y հավասար է մինուս 7y, մեծ է մինուս 12 մինուս 10 մինուս 22։ Այժմ գտնենք y-ը, y-ը գրենք և մեծի փոխարեն կնշենք փոքր է, քանի որ մենք պետք է բաժանում կատարենք y-ի բացասական գործակցի վրա։ Y-ը փոքր է մինուս 22 բաժանած մինուս 7։ Այսինքն բացասական թվերի քանորդը դրական է, կարող ենք նշել առանց նշանների, կունենանք 22/7, որը անկանոն կոտորակ է, կարող ենք գրել այսպես նաև 22/7, չնայած այստեղ կոնկրետ պետք չի գալու, 3,1/7, միջակայքը մինուս անվերջությունից 3,1/7 կլոր փակագիծ, կարող ենք այսպես նշել ուղղի վրա, 3,1/7 դատարկ օղակ մինուս անվերջությունից 3,1/7։ Լուծենք Ե օրինակը 3,6 հանած 8y փոքր է կամ հավասար մինուս 3y գումարած 4։ Մինուս 8y գումարած 3y փոքր է կամ հավասար 4
3,6 տեղափոխենք անհավասարման աջ կողմ մինուս 3,6 մինուս 8y գումարած 3y մինուս 5y փոքր է կամ հավասար 4-ից հանած 3,6 հավասար է 0,4 Հիմա պետք է մենք գտնենք y-ը Y-ը գտնելու համար 0,4 պետք է բաժանենք մինուս 5-ի։ Նախ, քանի որ y-ի գործակիցը բացասական թիվ է, մինուս 5-ի վրա բաժանելիս փոքր կամ հավասարման նշանը կփոխվի կդառնա մեծ է կամ հավասար, այստեղ կգրենք y-ը և 0,4 կբաժանենք 5-ի։ 0,4 դա 4/10 է, որը հավասար է 2/5-ի, 2-ով կրճատեցինք համարիչն ու հայտարարը, կունենանք 2/5 բաժանած մինուս 5-ի։ Y-ը մեծ կամ հավասար է, քանի որ բացասական, դրական և բացասական թվերի քանորդն ենք գտնելու, կունենանք բացասական թիվ և 2/5 պետք է բազմապատկենք մինուս 5-ի հակադարձով, այսինքն մինուսը արդեն դրել ենք, կլինի 2/5 անգամ 1/5, որը հավասար է 2/25-ի։ Y-ը մեծ կամ հավասար է 2/25-ից։ Ուրեմն կունենանք հետևյալ միջակայքը։ Քանի որ մինուս 2/25-ը Y-ը մեծ է կամ հավասար մինուս 2/25-ից, ապա հավասարման համար այստեղ քառակուսի փակագիծ կդնենք մինուս 2/25 պլյուս անվերջություն։ Եվ միջակայքը կնշենք այսպես։ Կնշենք մինուս 2/25 այստեղ լիքը օղակ, դատարկ օղակ չենք դնում, որովհետև հավասարման նշան ունենք, մեծ կամ հավասար է, և պլյուս անվերջություն մինչև։ Լուծենք ը օրինակը։ 7,2 հանած 4y մեծ է կամ հավասար մինուս 3,8 գումարած y մինուս 4y հանած y պլյուս y-ը տեղափոխեցինք անհավասարման ձախ կողմ և նշանը փոխեց։ Մեծ կամ հավասար է մինուս 3,8 և 7,2 տեղափոխենք անհավասարման աջ կողմ, նշանը կփոխի, հանած 7,2 մինուս 4y մինուս y հավասար է մինուս 5y մեծ է կամ հավասար մինուս 3,8 հանած 7,2 ուրեմն երկու բացասական թվերի գումար է, բացասական նշանը դնենք և 3,8-ին գումարենք 7,2 հավասար է 11-ի, մինուս 11 Y-ը գրենք և տեսնենք ինչպես է փոխվելու մեծ կամ հավասար է նշանը, քանի որ Y-ի գործակիցը մինուս 5 է, բացասական թիվ է, հիմա պետք է մինուս 11-ը բաժանենք Y-ի գործակցի վրա, ուրեմն նշանը կփոխվի կդառնա փոքր է կամ հավասար, մինուս 11-ը բաժանած մինուս 5-ի, մինուս 11-ը բաժանած մինուս 5-ի, երկու բացասական թվերի քանորդը դրական թիվ է, կլինի 11/5, 11/5-ը կարող ենք դարձնել խառը թիվ, Y-ը փոքր է կամ հավասար
2,1/5։ Այստեղ նշենք միջակայքը, մինուս անվերջությունից 2,1/5 քառակուսի փակագիծ ենք դնում, ոչ թե կլոր փակագիծ, քանի որ ունենք փոքր կամ հավասար, և միջակայքը քանի որ մինուս անվերջությունից 2,1/5 է, 2,1/5 այստեղ նշենք, և նշենք, որ մինուս անվերջությունից 2,1/5 է։